Հայաստանը գնաց ամենավայրի, ամենածայրահեղ կապիտալիզմի ճանապարհով, եւ դա ծնեց անհավասարություն, եւ այդ անհավասարությունը ծնեց ատելություն։ Խոսենք այդ մտավորականների մասին ու այն մարդկանց մասին, ովքեր առհասարակ մտածող են, բայց լուռ են։ Ես օրինակ ուզում եմ աստել իրականությունը առաջին հերթին որպես բանաստեղծ։ Այսօր նաև փորձ է արվում մեր կարևորագույն, ինքնության ինստիտուտի հայ առաքելական սուրբ եկեղեցու վրա հարցակվել։ Նիկոլ Փաշինյանը այս հարցակումից ստացեց, որ ինքը հիմքերն է քանդում մեր ինքնության։ Եթե դու հաշտվես քո պարտության, դες լավ է վերանում ես։ Կամ պիտի չհաշտվես եւ հակառակ այդ դասերը, այդ ջղայնությունը երբեմն ուշ է։ Բարև ձեզ, եթերում մտածենք ոդքասթն է։ Այսօր մտածելու ենք բանաստեղծ Մարինե Պետրոսյանի հետ։ Բարև ձեզ Մարինե։ Ողջույն։ Շնորհակալություն հրավեր ընդունելու համար։ Այս խառը օրերին փորձենք մտածել, հասկանանք ինչ է կատարվում մեր շուրջը, քաոսը ուր է տանելու մեզ ու առհասարակ ինչ է լինելու։ Հետաքրքիր է ձեր հաղորդման վերնագիրը մտածենք, որտեղ այդ իսկապես խնդիր է այսօր եւ ոչ միայն Հայաստանում, ամբողջ աշխարհում։ Դրանպես հարցակում է գնում, այսպես չգիտեմ տարբերաններ են, չտաս հիբրիդային չգիտեմ ինչ, բայց մարդկանց վրա հարցակում է տեղեկատվական եւ այդ իրավիճակում իսկապես շատ դժվար է դարձել մտածել։ Ընդհանրապես մարդկանց մեջ կյանքում այդպես մարդկանց հետ հաճախ չեն մտածում, բայց դա ուրիշ խնդիր է։ Այսօր դա սրվել է։ Եվ այսօր այս տարի, երբ որ գիտեք ինչ տարի է, կարևոր տարի է, ընտրությունների տարի, այո, պետք է իհարկե այդպես հասնել նրան, որ բոլորը սկսեն մտածել, իմ կարծիքով ոչ իրական, ոչ ռեալիստական, բայց գոնե այն մարդիկ, որոնք կարողանում են ամեն դեպքում դիմադրություն ունեն ներքին եւ կարողանում են մտածել, փորձենք միավորման ձևը գտնել, որ այս տարին լավ տարի լինի, հիշի մեր պատմության մեջ որպես լավ տարի։ Կարևոր, մարտահրավերը նաև պետք է լինի, կարծում եմ, համերաշխությունը, համահայկական համերաշխությունը, որովհետև ոչ համերաշխ իրավիճակը թույլ է տալիս որոշ ուժերի, որոշ մարդկանց խաղադրույք կատարել այդ երևույթի վրա եւ այդ իրենց պարակտիչ, խառնակիչ գործողությունները ավելի սրեն եւ տանեն այն նպատակին, ինչի համար իրենք եկել են ու ինչին ծառայում են։ Այո, ես հետադարձով որ նայում ես, սկսել պարզ է, Նիկոլ Փաշինյանը հենց դրա վրա եկավ, ասենքն դե նոր ինքը չէր սկսել իհարկե նոր անկախ պետության պատմություն այնպես գնաց, որ հենց համարյա սկզբից, անկախության սկզբից այդ սոցիալական պատճառներով, սոցիալական սովետական Հայաստանում այդպեսի անհավասարություն չկար, սովետական Հայաստանի իր ամբողջ խնդիրներն ուներ, բայց դրանք ուրիշ խնդիրներ էին, սոցիալական անհավասարության խնդիրը չէր, բայց հենց անկախության հետ համուն կավ այդ սոցիալական կտրուկ անհավասարությունը, որը խոշոր արժու անխուսափելի էր, կապիտալիզմը այդպես է գալիս, մենք կարծեմ շատ քիչ մարդիկ էին կասկածում, մենք պիտի կապիտալիզմ գնանք, այդ երկար խոսակցություն է դրա մասին խոսել, բայց հենց սկզբից դեռ մի քիչ փորձեր արվում էին, իհարկե կապիտալիզմի անցումը այդ դա բերելու էր, բայց կարող էր այնպես քաղաքական դիսկուրսը այնպես դասավորվել, որ մենք դա հասկանայինք, որ անխուսափելի փորձեինք դա մեղմել, միջոցներ ընտրեինք սկզբում, հիշում եք, չգիտեմ, երևի հիշում եք, ամենասկզբում սոցիալիստական կուսակցություն կար, այդպես փորձեր արվեցին սոցիալիստական տարրեր որոշ պահպանել, որոնք բայց հետո դրանք պես մի կողմ գնացին եւ Հայաստանը գնաց ամենավայրի, ամենածայրահեղ կապիտալիզմի ճանապարհով եւ դա ծնեց անհավասարություն եւ այդ անհավասարությունը ծնեց ատելություն եւ ցավոք քաղաքական դաշտը փոխանակ փորձեր այդ ատելությունը հաղթահարել, որտեղ այսօրվա հայացքով կարծում եմ բոլոր ղեկավարները հասկացել են թե դա ինչի պետք է այսօրվա աղետը դրանից հացանվեր, բայց այն ժամանակ ամենահեշտ ճանապարհը ընտրեցին եւ այդ սոցիալական այդ անհավասարության վրա շատ հեշտ է քաղաքական դիվիդենդ հավաքել, որտեղ դու վատ ես, գտնում ես ով է վատ եւ այն քո քաղաքական հակառակորդին անում ես գլխավոր մեղավոր։ Եվ այդպես այդ ժամանակից եկա, բայց Նիկոլ Փաշինյանը ասում եմ արդեն կար, բայց ինքը լրիվ ուրիշ այսպես մակարդակի բարձրացրեց էլի, դա արդեն չգիտեմ, այն ժամանակ ոնե ճիշտ է, էլի շարքվում էր այդ մարդկանց այդ զգացումները, բայց Նիկոլ Փաշինյանը լրիվ ուրիշ լեքսիկոնի փոխեց, ասենք չգիտեմ ինչ ասեմ, լակոտական ինչ-որ լեքսիկոնի,
որը արդեն բացառում է խոսակցությունը եւ արդեն մնում է իրար սպանելը, իրար ոչնչացնելը։ Մենք այդ վիճակում ենք։ Հիմա դուք որ ասում եք համերաշխություն, հասկանում եմ, որ համերաշխություն ընդդիմության մեջ, ասինքն այն մարդկանց հետ, որոնք չեն ուզում հաշտվել այս վիճակի, ես համերաշխություն բառը մի քիչ չգիտեմ, ես կգերդասեի միավորում, ձևը գտնել միավորման, որտեղ այսօրվա ընդդիմության մեջ կան տարբեր ուժեր, տարբեր եւ իրենց կենսագրությամբ տարբեր, ասենք հին եւ նոր ստեղծված ուժեր եւ իրենց հայացքներով տարբեր, որը շատ բնական է։ Բայց եւ այսօր պետքա գտնել ձևը միավորման, որը դժվար է, բայց պարտադիր պայման է եւ ես կարծում եմ դա կլինի։ Ամենասկզբում դա չի լինում։ Ես մի քիչ փորձ ունեմ, ամենասկզբում երբ սկսվում է այս process-ները, արդեն նոր տարուն ընդմիջում է մի քիչ, չէ, ընդմիջում էր, հիմա ընդմիջումը ոնց որ թե վերջացավ, արդեն կսկսվի ամենասկզբից բոլոր ուժերը փորձում են այսպես իրեն տեսնել ինչ ման ունեն, ինչ զանգված ունեն, ովքեր են իրանց հետևից գալիս, հետո կարծում եմ միավորումը կկատարվի, բայց դասական ճանապարհով երևի միավորում չի կատարվի, որ ասենք բոլորը միավորվեն մի շարժման, երևի անհնար է այսօր, բայց կարելի ես կարծում եմ պետք է մտնել միավորման ոչ ստանդարտ միջոցներ, որ դրանք գործեն, հա, որ բոլոր տարբերությունները պահելով հանդերձ ընդդիմադիր ուժերը միավորվեն այդ նպատակի շուրջ։ Դա է իմ կարծիքով ռեալ է, որտեղ եթե ուզենաս, որ բոլոր ուժերը, ասենք, նույն բանը ասեն, չէ, դա անհնար է։ Նույն բանը պետք է լինի Նիկոլին հեռացնելը։ Այդ մնացածը կարող են ամեն մեկը իրենց զանգվածին բերել, որտեղ կան տարբեր Բայց դուք չեք կարծում, որ այդ ներքին, հա, չմիավորվելու, ներքին համերաշխությունը այդ ընդդիմադիր էլիտաների մոտ դրանց բացակայության դեպքում միմիայն ամրացնում է իշխանությունների թիկունքը։ Քաղաքականության մեջ պետք է ելնել ռեալությունից, պետք է ելնել նրանից ինչ կա, որ ասում եք ոչ համերաշխություն, դա ինչ որ կմահաճույք չի, ասենք ինչ որ պատահականություն չի, դա ունի իր պատճառները, օբյեկտիվ պատճառներ։ Եթե այդ պատճառները կան, դու այդ պատճառները չես կարող վերացնել, հա, ուրեմն պետք է այդ պատճառները հաշվի առնես եւ դրանց վրա ասում դրա համար պետք է կանա ոչ ստանդարտ, ասենք այս իրավիճակին համապատասխան միավորում, որը հնարավոր է։ Իսկ այն որ բանը ամեն մեկը իրան, եթե դա քաղաքականության մեջ նորմալ է, եթե դու քեզ ես քո ճանապարհն ես ճիշտ համարում, դու ոնց պետք է մյուսին բանանես, չէ՞։ Դու կասես այն մյուսը ինձ բանանի, միավորվի։ Բայց այսօր կարմիր գծերը հատված են ու այդպես տենց շատ երկար բարակ մտածելու եւ ընտրելու հնարավորություն չունեն, դա շատ մեծ ջոկություն է այս իրավիճակի համար։ Կարելի է գտնել, դա ես գիտեք ինչ, նայեք, ես քանի որ ինքս քաղաքական դաշտի գործիչ չեմ, ես ուզում եմ ասել են ինչ գուցե ավելի ես կարող եմ, հա, ասել ոչ քաղաքական, ես ժամանակին այսպես քաղաքական տարբեր շարժումների հարել եմ, այդպես շատ դրանով շատ կարևոր փորձ եմ ձեռք բերել, բայց այսօր ես ճիշտ ասած գերադասում ես հասկացա, որ դա այնքան էլ ճիշտ ճանապարհ չի, դա շատ օգտակար ինձ շատ գիտելիք է տվել քաղաքական, բայց այսօր ես կարծում ճիշտ ճանապարհն է, ես որպես բանաստեղծ Մարինե Պետրոսյան, ես բոլոր քաղաքական ուժերին հետևում եմ, գնահատում եմ, հաջող օժանդակում եմ, եթե տեսնում եմ, բայց այսօր ես օրինակ հանդես եմ գալիս որպես հենց բանաստեղծ Մարինե Պետրոսյան, որտեղ ես կարծում եմ այսօրվա, նայեք, քաղաքական դաշտը այսօր թուլացած է եւ մեղադրելու է շատ աչում, ես հասկանում եմ ինչ օբյեկտիվ պատճառներ կան, հա։ Լավ, թողնենք օբյեկտիվն, թե սուբյեկտիվն թուլացածը փաստ է։ Եվ այսօր մեզ ժամանակն էլ քիչ է, չէ՞, ընդհանրապես մի կես տարի է։ Ես կարծում եմ շատ կարևոր է, որ մարդկանց մեջ պես դիմադրության այդ մթնոլորտը ստեղծվի։ Իհարկե դա ամենաստանդարտը, երբ որ հենց ընդդիմությունն է դա ստեղծում, բայց պարտադիր չի այդպես լինի։ Կարող է հենց հարության մեջ այդ մթնոլորտը ձևավորվի, նա այդ առումով ես ինձ եմ համարում, որ ես եմ կարող եմ բանանել, ես կուսակցական չեմ, երբեք չեմ եղել, բայց ես գիտեմ, որ ես խոսք եմ ասում հաջող այսպես ոնց որ հիմա եւ մարդիկ լսում են, ես դա փաստացի գիտեմ, որտեղ ես փողոցներում եմ ունկնդրին տեսնում եմ եւ ես գիտեմ, որ մարդիկ երբ որ ինձ նայում են, ինձ ինչ որ ասում են ինչ ա լինելու, այդ հարցը, չգիտեմ, ես մի քանի 100 անգամ օրական լսում, լավ, մի քիչ չափազանցրեցի, չէ, օրական չէ, լավ, բայց անդադ լսում եմ եւ այդ ինչ ա լինելու, դա հարց չի, դա նաեւ պահանջ է, որտեղ ես հասկանում եմ, որ մենք բոլորով պիտի անենք, բայց ես օրինակ ավելին կարող եմ անել, այսինքն իմ խոսքը քաղաքական չի, ես քաղաքական տարբեր ուժ ես ուրախ եմ, որ Հայաստանում կան տարբեր քաղաքական ուժեր եւ վաղուց հասկացել եմ, որ երբեք մեկը չի լինում ճիշտը
քաղաքականության մեջ մի հատ չի լինում եւ մենք պիտի այդ մթնոլորտը ստեղծենք ամենասարսափելին որ գիտակցված վերևից եւ դրսից եւ մարդկանց մեջ սենվավորումը դա հուսահատությունն է եւ մի պահ իսկապես մարդիկ հուսահատված էին այսօր շանս է ստեղծվել այդ հուսահատությունը կոտրելու եւ նորից ոտքի կանգնելու ես իդեպ այս վերջին քանի տարի 20 տարուց ավել ես այդ հանրային շարժումներին մասնակցում ես տեսել եմ ոնց է լինում շատ է եղել է շատ եմ լսել այնքան է եղել ասում են մարդիկ էլ ոչինչ բադի չեն հավատում այո իսկապես մեկ էլ հանկարծ նորից ոտքի են ես դա շատ եմ տեսել մեր ժողովուրդ ես ուզում եմ որ հիմա է լինի ամենակարևոր պահն է դա Եթե այդ մթնոլորտը պահանջի ձևավորվի, քաղաքական դաշտը ըստ այդմ քաղաքական դաշտը միշտ հաշվի առնում, չի կարող դա իրանց օրենքն է։ Այդ քաղաքական դաշտի միավորումը կկայանա, եթե այդ պահանջը ձևակերպվի։ Այսօր նաև փորձ է արվում մեր կարևորագույն, ինքնության ինստիտուտի հայ առաքելական սուրբ եկեղեցու վրա հարցակվել, այսպես չեմ վախենում այդ բառը ասելու, հարցակվել է։ Ինչ է սա, ինչ է օրվա իշխանությունը ուզում անել, որովհետև մենք տեսնում ենք, որ իրենք այդ փոքրիկ խմբերով, այդ պատարակներում այդպես էլ չեն հաջողում, չնայած մենք ասում ենք, որ երբևէ նրանց չեն միանա շատ ավելի կշիռ ունեցող հոգևորականներ, բայց մենք տեսանք մի տասնյակ, որը միացավ օրվա իշխանություններին։ Հետաքրքիր է, թվում էր, ես ճիշտն ասած ինձ համար այս եկեղեցու հետ կապված շարժումը այնքան անակնկալներն էին կային եւ միակ երբ դաշտներ, որ հաճելի անակնկալ, որտեղ ես չէի պատկերացնում, ես ճիշտն ասած եկեղեցուն մոտ մարդ չեմ, ես դասական իմաստով հավատացյալ չեմ, որ գնամ, բայց հարգում եմ քրիստոնեությունը, որտեղ մյուս ուրիշ երկրներում եղել, որտեղ ուրիշ կրոն են, ասենք Հնդկաստանում, երբ որ լինում ես Հնդկաստանում, այս վերջերս եղա, դու հանկարծ հասկանում ես, որ անգամ եթե դու հավատացյալ ես, դու քրիստոնյա ես, որտեղ արժեքային համակարգը դու տեսնում ես այն մյուսը, եւ հանկարծ հասկանում ես, այդ զգում ես, այդ տարբերության վրա զգում ես, բայց ա ուրիշ խոսակցություն է երկար, հիմա վերադառնամ ես, նայեք, իրականում իսկապես մտածում ես Նիկոլ ինչու հարցակվեց եկեղեցու նախ այն պատճառով որ եկեղեցին դիմադրեց տարբերություն մնացած բոլոր կառույցների այն մյուսների վրա էլ էր չէ հարցակում բանակ եւ այլն բայց եթե հիշում եք ես օրինակ ամենամեծ ակնկալիքը բանակից ունեի թվում էր որ պարտվել են բանակ ամենա այսպես դիմադրություն բանակը պիտի հասկանար ինչ է եղել այդպես պատմության մեջ ունամիս այդպես է սովորաբար լինում ասենք Շարլ դե Գոլը Ֆրանսիայում որ դիմադրեց այդ պարտության ինքը հենց բանակից ինքը գեներալ է բայց մեր մոտ չեղավ Շարլ դե Գոլ չունեցանք ցավոք բանակը փաստորեն հանձնվեց եւ մի կառույցը որ դիմադրեց ռեալ ուժեղ դիմադրեց եկեղեցին էր եւ ինչ ապար գիտեք սովետական ժամանակներում մի բան կար ընդունված տեսակետ կար ես ճիշտ կարծում եմ ճիշտ է այդ տեսակետը որ մեր եկեղեցին ընդհանրապես չի նպաստել պետականությանը դարերով այսպես հին չորչո ընդունումից քրիստոնեության ընդունումից Եվ եղել է պայքար եկեղեցու եւ պետության դեմ, այդպես ընդունված էր կարծել, որ եկեղեցին հակ կա մի տեսակ պետական բան է։ Բայց փաստը ցույց տվեց, որ չէ, մեր եկեղեցին այս իրավիճակում, երբ որ մեր պետությունը քանդում է, եկեղեցին ամենաուժեղ դիմադրությունը ցույց տվեց եւ միջև ցույց է տալիս եւ դրա համար այդպես Նիկոլը այսօր ամենաակտիվ հարցակումը գնում է եկեղեցու դեմ։ Եվ դա ինձ համար շատ հաճելի է, այսինքն հաճելի իմաստով որ կա եկեղեցին չի քանդվի, ընդ որում դիմադրությունը շատ ուժեղ եղավ ավելի երևի քան Նիկոլը պատկերացնում է ճիշտ է այդ քանակով նայես այդ իրակող անցածներ կան, բայց դրանով չի որոշում։ Փաստը որ Նիկոլը եկեղեցու դեմ պայքարում չի հաղթում, այդ ակնհայտ է։ Ես չգիտեմ ինքը ինչ միջոցներ կմտածի բան է, բայց փաստացի ասենք երբ որ դու նայում ես ամենասկզբից իր համակիրների այս իր արածի շուրջ համակիրների գնալով ակնհայտ նվազում է, հա բայց մի բան էլ ասեմ, այս եկեղեցու շարժումը ցույց է տալիս որ Նիկոլի խնդիրը պարզապես Նիկոլի խնդիրը եւ Նիկոլի հետևում կանգնած ուժերի խնդիրը պարզապես այն չի որ ասենք չգիտեմ ինքը տեսեք Արցախի հարցը փաստորեն փակեց չէ ակնհայտ ասել իր խնդիրը շատ ավելի լայն է ինքը ոնց որ հայ ազգի հիմքերն է քանդում որովհետեւ եկեղեցին պարզապես բան չի այստեղի չի հայոց եկեղեցին
նայեք մենք ամբողջ աշխարհում ցրված ենք եւ միակ կառույցը ցավոք մենք ուրիշ կառույցներ չենք կարողացել ստեղծել եւ կուսակցական դաշտում եւ միությունների դաշտում եւ կան երկրներ օրինակ որոնք պարլամենտում իրենց սփյուռքը ներկայացված Հունաստանում այդպես է շատ երկրներ մեր մոտ այդպես չի մեր մոտ միակ կառույցը որտեղ ամբողջ հայությունն է ներկայացված դա եկեղեցին է եւ Նիկոլ Փաշինյանը այս հացակում ստացեց որ ինքը հիմքերն է քանդում մեր ինքնության ոչ թե պարզապես կարող է մտածել միայն Արցախի հարցում ասենք խնդիր է ստացել որ Արցախի հարցը փակի հա դա ինքնին մեծ չարիք է բայց փաստորեն դուրս է գալիս այդ ամենամեծ չէ ինքը ընդհանրապես հայոց ինքնության հիմքերն է քանդում եկեղեցին քանդելով այսօր նաև փորձ է արվում մարդկանց սոցիալական, հա, ամենատարբեր խնդիրներով, ինչ որ բյուրոկրատական նոր քաշքշուկներով, ամեն ինչ անել, որ մարդը զբաղված լինի, հա, իր կենցաղային օրվա հարցերով, նույն այդ թոշակառուների հետ կապված, հա, որ չեն տալու, հա, թոշակառուներին այլևս կանխիկ գումար, չգիտեմ, ամենատարբեր ինչ որ բաներով զբաղեցնում են մարդկանց, որպեսզի մարդիկ ուրիշ բանի մասին չմտածեն։ Այսինքն խառը լինեն իրենց կենցաղային գործերի մեջ։ Այդ առումով ինչ կասեք։ Բարձր է, ընդհանրապես Նիկոլ Փաշինյանը ունի շատ համոտ, ինչ են ասում, են խորհրդատուներ, շատ բարձր երևում է, ինքը օգտագործում է դեսեր կան այդ հայտնի մեթոդներ կան, ըստ էության դրանք նույնիսկ որոշ հարցերում էստեղից են, որոշ հարցերում միջազգային են, այսօր աշխարհում կան այդ բավական հայտնի են այդ միջոցները, ոնց հասնես եւ ցավոք, քանի որ այսօր ասենք մարդիկ նայեք մի ժամանակ կար մարդկության պատմության մեջ մարդիկ ասենք իրենց շրջապատի հետ էին, չէ, շփվում եւ այլն։ Հիմա մարդկանց մեծ մասը ինչպես է ինֆորմացիա ստանում բաներով այդ սոցիալ ինֆորմացիան սոցիալական ցանցերով հեռախոսների վրա է ինֆորմացիա, իսկ այդ շատ հեշտ վերահսկելի եւ այդտեղ դրա համար այսօր շատ վտանգավոր է դարձել, նայեք ընդհանրապես դեմոկրատիան շատ լավ արժեք է եւ հայ ժողովուրդը ընդհանրապես բնույթով դեմոկրատիա է, դա ես շատ եմ մտածել, օրինակ եւ ուրիշ երկրներ գնում ես, երկրներ կան որ այդ աշճան չեն, երևի մեր նաեւ իրականում քանի որ մենք շատ վաղուց կորցրել ենք մեր ազնվականությունը մեր օրինակ եթե համատես Վրաստանի հետ Վրաստանում այնտեղ իրենց ազնվականներն էին իրենք բուրժուազիա համարակիչ ունեն մերը բուրժուազիան էր բուրժուազիան նոր ստեղծված բան է եւ հայերը բոլոր հայերը իրենց հավասար են համարում դեմոկրատիան մեր մեջ մեր ազգի մեջ կա դա լավ բան է բայց դեմոկրատիան այսօրվա աշխարհում շատ վտանգավոր է դարձել ինքը օխլոկրատիայի է փոխվել գիտեք դեմոկրատիան ամեն դեպքում այո պետք է բոլորը որոշեն բայց որոշեն գիտակցաբար իսկ երբ որ արդեն դու մանիպուլյացիայի տակ ես հարցակման ինֆորմացիան դու արդեն ինքդ չես որոշում քո տեղը այդ քո միտքը կարգավորողն է որոշում եւ այսօր աշխարհում դեմոկրատիայի ճգնաժամը դա ակնհայտ է եւ այս իրավիճակում բայց իհարկե մենք չենք կարող այդպես արագ փոխել ինչ որ ուրիշ այս վերջերս Facebook-ում քննարկումներ են գնում ես էլ եմ անում որ նայեք իսկապես դեմոկրատիան ճգնաժամի մեջ է բայց մենք չենք անցնելու ասենք դիկտատուրայի կամ ինչ-որ դա ռեալ չի այսօրվա աշխարհում դրա համար պետք է մտածել նոր համակարգ բայց դա արագ լուծվող բան չի դա ապագայի հարց է իսկ այսօր պետք է ամեն դեպքում հասնել նրան որ այդ մարդիկ որոնք ամեն դեպքում չեմ կարծում դերիվ բոլորը այսպես ուղեղները մարդիկ իրանց ազդում է այդ ամբողջ այդ հարցակումը բայց իրանց ներսում մի հատ կա իրան գիտակցում են եւ պետք է այդ դաշտը ստեղծել հենց այսօր այս հաղորդումներով եւ այլն մենք փորձենք այդ դաշտը ստեղծել որտեղ այն մարդիկ որոնք ամեն դեպքում դիմադրություն ունեն եւ հակառակ այդ հարցակումներին դեռ պահում են մտածելու կարողություն իրանք որոշիչ լինեն ի վերջո այո մարդիկ բոլորը հավասար ընտրում են, բայց իրենք ընտրելուց առաջ իրենք նաև լսում են, չէ, մարդկանց, այսինքն այդ եկող արդեն 6 ամիս է չի 5 ամսում պետքա այդ դաշտը ստեղծել, այդ որ ասում եք մտածելու, այդ տեղը, որտեղ այն մարդիկ, որոնք ամեն դեպքում ուզում են մտածել, ուզում են հասկանալ, ընդ որում նաև այն մարդիկ, որոնք իջև հիմա ցավոք օրինակ իմ ծանոթների մեջ կան մարդիկ ես նորմալ մարդիկ ես որոնք դեռ Նիկոլ Փաշինյանն են պաշտպանում կամ լռում են դել ակամա ոչ ուղղակի պաշտպանությունն այդ մարդիկ գոնե հիմա սկսեն մտածել դա գիտեք ինչ որոշիչ ժամին դա կարող է փոխվել մարդը կարող է ինչ որ իներցիայով որովհետև
մեծ մասը, ասենք ունեմ բանդաշտում, ասում երկու պատճառ կա Նիկոլ Փաշինյանի պաշտպանների մեջ։ Այն փոքր խումբը չեմ ասում, որ ինչ-որ պաշտոն ունի բան, դրանք շատ փոքր են թվով, որ զուտ այսպես շահի, նեղ շահի։ Ես ավելի լայն մասը եթե վերցնեմ, մի մասը, որը մինչև հիմա իրեն վախեցնում են հա նախկինները կգան, Նիկոլը գնա նախկինները, այդ աշխատումը շշմելու է, բայց մինչև հիմա այդ բանը աշխատում է։ Այսինքն իրենց մեջ սոցիալական ապելությունը նախկինների նկատմամբ այնքան ուժեղ է, որ դեռ Նիկոլեն պաշտպանում, բայց այդ խավը կա, մյուս ավելի մտածող իմ ավելի շրջապատի մարդիկ Նիկոլեն պաշտպանում, որտեղ Նիկոլը մեզ ազատում է Ռուսաստանից, տանում է դեպի Բայց այսօր միֆ են, բայց ընդ որում այսօր ակնհայտ է, որ միֆը նախ Եվրոպան ինքը ուր են գնում դեպի Եվրոպա, Եվրոպան ինքը անկումի մեջ է, նայեք Ամերիկան, մեկ էլ Ամերիկան արևմուտք ասենք, Եվրոպան եւ Ամերիկան չէ դու։ Նայեք Թրամփի գործողությունները տեսեք ուր են գնում, այսինքն եւ հա իդեպս որ Թրամփի գործողությունն ասի մի կարևոր բան ասեմ։ Այսօր աշխարհը տեսեք Ես ինքս տեսել եմ սովետական անկումը չափահասեի արդեն եւ Հայաստանը ծնվել է այդ ժամանակ։ Այդ ժամանակ մենք աշխարհի այդպես մեծ փոփոխություններ առաջին իմ տեսած իմ կյանքում, որտեղ ես ծնվել էի սովետականությունն էր, երկու գերտերություն կար սովետականությունը, Ամերիկա աշխարհը ինձ անշարժ էր, հա, երկու ժամանակ այդպես էր։ Այսինքն անշարժ էր իմաստով, որ ուժերի հարաբերությունը չէր փոխվում։ Հետո երբ որ Գորբաչովը փորձեց սովետականությունը նորոգել, նորոգումի տեղի ինչ որ քանդում սկսվեց եւ մի ժամանակ բարենորոգումները աշխարհում մի տեսակ դեպի քամբան են տանեն պատմության օրինակ կան։ Չէ, դե հաճախ բոլորը շանտեմ։ Հիմա փորձ է արվում։ Դե սովետականությունը այո, քանդեց։ Ման օրակարգ է այսպես բերել Նիկոլ Փաշինյանը եկեղեցու օրի հետևորդներ բարենորոգումի նախագծի Դե համաձայն եմ, հաճախ բարենոքումից հեղափոխություն է սկսվում, մեր մոտ դեպքում հեղափոխությունը չէ, ուրիշ բան է, բայց ինչի ես ասում Հա, այսօր աշխարհն եք, ես տեսել եմ, ասենք, եւ ես չէ, իմ սերունդը տեսել է այդ փոփոխությունը, երբ որ երկու գերտերություն երկու երկբևեռ աշխարհը Միացյալ Նահանգներ եւ Սովետական Միություն, որովհետեւ ես հիմա եմ բան, որ մեկ գերտերության քաղաքացին է ես եւ դա շատ հետաքրքիր է առանց շատ հետաքրքիր զգացողություն է, երբ որ կորցրին նոր հասկացա։ Եվ այդ փոփոխությունից Հայաստան շոհես դուրս եկա, մենք հաղթանակով ենք դուրս եկել։ Երբ որ հիմա կորցրել ենք հաղթանակ, ես ներում հասկանում թե դա ինչ կարևոր բան էր, հաղթանակը կորցնում ես նոր ես հասկանում թե դա ինչ է։ Հիմա նոր փոփոխություններ են գնում, դեռ պարզ չէ որ ուղղությամբ է գնում, որովհետև հիմա մի պահ երբ որ Սովետը քանդվեց, Ամերիկան էր մնացել միակ գերտերությունը, շատ երկար ժամանակ ինքը վայելում էր այդ, բայց հիմա ակնհայտ անկման մեջ է Ամերիկան, հիմա բարձրանում է Չինաստան։ Եվ այնտեղ էլ կողքերը իհարկե ուրիշ ուժեր կան, Հնդկաստան եւ այլն, եւ շատ հետաքրքիր է եւ դեռ հեչ պարզ չի թե ուր է գնալու աշխարհը եւ այս տատանումների մեջ Հայաստանը փաստորեն բարդվեց ինքը սկսեց շատ վատ բայց ես չգիտեմ անողելի լավատես լինելու բայց լավատես չէ ռեալիստ լինելու իսկապես աշխարհը եւ մի քիչ էլ պատմություն սիրելով իդեպ շատերը մեկ-մեկ հեգնում են որ հայերը շատ են սիրում հին պատմություն բայց հեչ հեգնելու բան չի դեռ մեր ուժեղ տեղն է եւ որ դու պատմություն գիտես դու հասկանում ես որ այդպես ոչ մի բան անփոփոխ չի հավերժական չի եւ այդ փոփոխությունների մեջ երբեմն անսպասելի եւ ես իմ խնդիրը օրինակ համարում եմ որ հայերս մենք այս պարտությունից հետո բնականաբար շատ թուլացել հոգեբանորեն հուսահատված, բնական է հոգեբանորեն, բայց մենք չպիտի բանանենք, որ այսպես պիտի շարունակվի, մենք իսկապես ուժ ունենք, ընդ որում մեր ուժը բնականաբար ոչ ինչ-որ թվի մեջ է թվով, մենք ոչ տարածքն էլ կորցրեցինք առանց այդել մի տարածք չունենք, բայց մեր ուժը, եթե մենք մեր հիշողություն այսօրվա աշխարհում ամեն ինչ ոչ այդպես տարածքով եւ բանով չի որոշվում, մտքով է որոշվում, այսօր միտքը շատ ավելի մեծ դեր է խաղում, քան առաջ, եւ եթե մենք նորից ոտքի կանգնենք, այ ամենամեծ կռիվը հենց այդտեղ է, Նիկոլ Փաշինյանը հենց այդ է անում, մեր ամենաուժեղ տեղն է ոչնչացնում, մեր հիշողությունը եւ մեր ինքնաբանասիրությունը, հա, ինքը ասում է մեզ չպիտի սիրենք մեզ, ասում սա սխալ է, մեր պատմությունը սա սխալ էր, հա, իսկ մեր պատմությունը հակառակը Ես ասում եմ շատ սիրում եմ պատմություն, ես ասում եմ նայեք աշխարհի ժողովուրդներին, հա, մեր մի ժամանակ մեր տարածաշրջանը էս միջին արևելքն ասում մեր ծովարավելքն, էս տարածաշրջանը միջագետքը կամ էս մենք ով կա Իրանը, հա,
Իսրայելը բան, այդ մենք մի ժամանակ աշխարհի կենտրոնը էս էր։ Եվ այդ աշխարհի հիմնական խաղացողների կեսից ավելի վերացվել է, Բաբելոնը չկա, Սովետստանը չկա, նացրենք մենք ու Իրանը։ Եթե Թուրքիան նոր եկած է, Թուրքիան եկավ մեր, եւ Հունաստանը, բայց Հունաստանը այնպես դեռ ջերջխան փոքրիկացել է եւ այնպես բան։ Եվ նայեք Օրինակ շատ բարձ դատողությունն է, որը շատերը ես այս թեմայով շատ հաճախ այդ առաջադիմականները, որ ասում ես Տիգրան մեծ, մեկը տեղ միշտ Տիգրան մեծ գնացել հասել ես, չէ, բայց Տիգրան մեծ ինձ համար իսկապես ռեալ բան է։ Տիգրան մեծի ժամանակ Հայաստանը եղել է մեծ, կայսրություն եղել, ընդ որում շատ հետաքրքիր, որ Տիգրան մեծը իր կայսրության մի մեծ մասը ոչ թե բռնի բանով է վերցրել, մի մասը վերցրել է, բայց մի մասը ուղղակի տեսել են, որ լավ կայսրությունը ինքնական համոզել է, շատ հետաքրքիր, բայց ցավոք Տիգրան մեծը շատ կարճատ է, այո, այդ շատերն ասում են ինքը իսկապես կարճատ է, բայց եթե դու հիշում ես, դա մի տեսակ բան է, բարձրակետ է, եւ հիշողությունը, որ դու ուզում ես, քեսունանք, չգիտեմ, առաջադիմական համարվող ջահելների մեջ շատ երբեմն կա այդ, որ ասում ես Տիգրան մեծ նեղվում են, բան, պետք չի այդ հին բաներից, բայց դա հին բան չի, իդեպ, շատ ընդունված է, չէ, հիմա խոսել մարդկանց հավասարությունից, չէ, մարդիկ հավասար, բայց ասկեն ինչու հավասար չէ, օրինակ ես Ամերիկա շատ եմ գնում, շատ այնտեղ նոր շատ սիրում եմ տարբեր Բայց ես պետք մտածում եմ, թե կա հավասարություն, ինչի օրինակ պետք է Ամերիկանն այսքան, Հայաստանը այսքան, ընդ որում Ամերիկան այդ իր պատմական ուղերն չէ գիտեք որտեղից եկել է անդադկացնելով, բայց երբ որ ամերիկացու մոտ տենց խոսում ես հին Հայաստանից բան, բայց ինչ բան տենց ազգայնակ Բայց ինչի պետք է ես չուզենամ, ասենք այդ մեծ Հայաստան։ Ես օրինակ հիմա գիտեմ էլի բան եմ ասում, բայց ես հակառակը, ես գիտեք պարտությունը, մեր պարտությունը, մենք մեծ պարտություն ենք գրել, ցավոք մենք կորցրել ենք մեր, բայց պարտությունից երկու ճանապարհ կա, կամ դու հանձնվում ես, վերանում ես, հաշտվում ես, Նիկոլ Փաշինյանը դա ուզում ասի, որ պարտությունը հերիք չի հաշտվում, ինքը ասում է լավ էր, որ պարտվեցին։ Այդ Հայաստանի վերացման ճանապարհն է, հա, ֆորմալ առումով կարող ենք մնալ, բայց եթե դու հաշտվես քո պարտության, դες լավ էր վերանում ես, կամ պիտի չհաշտվես եւ հակառակ այդ դասերը, այդ ջղայնությունը երբեմն ուշ է։ Դու պիտի պահես, որ հարմար պահի, ընդ որում ասում եմ, այդ հարմար պահը շատ շուտ կարող է գալ, որովհետեւ եթե Չինաստանն է բարձրանում, իսկ Չինաստանը մեր այդ բացարձակ մեր հակառակորդը չի, հակառակը շատ հարցերում ինքը Թուրքիայի հետ խնդիրը Չինաստանը գիտեք էլ նույնիսկ գենետիկ բառով, գիտեմ մեր գեներն ամնամոտն են չինացի, գիշտենց ես չեմ հասկանում, դե շատ տարբեր են, չի, ես նմանություն չեմ տեսնում, բայց գիտությունը ոնց որ թե ասում է նման է։ Ուզում ասեմ, երբ որ Չինաստանն է բարձրանում, Հայաստանը եթե ինքը Նիկոլ Փաշինյանից ազատվի եւ ինքնա գիտակցությունը նորից վերականգնի ազգային, Հայաստանը կարող է նորից ոտքի կանգնել։ Եկեք այս հատվածում, հա, մեր ոդկասթի խոսենք այն մարդկանց մասին, ովքեր մտածող են, բայց ինչ-ինչ պատճառներով լուռ են կամ ունեն այլ տեսակետ։ Հենց ձեր ասածի պես մոռանալ պատմություն, ջնջել ու խմբագրել, հա, բոլոր ինստիտուտները, այսպես խոսենք այդ մտավորականների մասին ու այն մարդկանց մասին, ովքեր առհասարակ մտածող են, բայց լուռ են։ Ես այդտեղ անկեղծ ասած չեմ ուզենա շատ դրա մասին խոսել, որովհետև բարոյապես ճիշտ չեմ համարում։ Ես կարծում եմ, այդտեղ նախ մի մասին չեմ ճանաչում, չեմ ուզում ճանաչել, մի մասին ճանաչելով ես Այն մարդիկ, որոնք ուղղակի պաշտոնն է իրենց համար կարևոր բան, այդ մարդկանց ես խոսելիք չունեմ, այդ մարդիկ տենց են ծնվել, ես կարող եմ իրանց ցավակցել, բայց այն մարդիկ, որոնց ես գիտեմ որպես կարգին մարդ, բայց իրանք լռում են, իմ կարծիքով այդ մարդիկ լռում են այն առումով, որ չեն կարողանում, ես օրինակ գրողների մեջ, անուն չեմ ուզում տալ, տեսեք, ավելի շատ խոսում են իմ սերնդի հենց գրողները Վիոլետը, Խանջան, Գուրգենը Խանջան, Խաչիկը Մանուկյան, զարմանալի է ջահելները օրինակ ինչու չեն խոսում։ Ես հիմա ինչ ասեմ իրանք վատն են, չէ, որտեղ ես իմ կարծիքով սերնդային խնդիր կա, այդ տխուր հարց է, բայց այդ մասին խոսել եմ, պիտի ասեմ, ցավոք, տեսեք, այդ նորից վերադարձանք սովետական միությանը, ասացի գերտերություն, այդ թեման չի ուզում այսօր, բայց եկավ, ակամա եկավ։ Ես սովետականությունում եմ ծնվել, դա սովետ ճիշտ է
Դասան Սիվա Կապտիկյանի սերունդներ, հետո Հովանես Գրիգորյանի սերունդներ բանաստեղծական եմ ասում։ Ես արդեն սկսեցի մտնել սովետը քանդվում է։ Այսինքն իմ մուտքը համընկել է սովետական քանդումի հետ։ Բայց մեկ է ես որպես մարդման այդ սովետական միությունը տեսել եմ, ես այնտեղ չափահաս եմ եղել եւ շատ ուրախ եմ եղել եւ հիմա այլ ուրախ եմ, սովետականությունը փուլ է եկել։ Եվ թվում էր այդ նոր սերունդները ավելի պիտի ազատ, ավելի չի, ազատ են, ասենք այսօրվա գրողներ, անուն չեմ ուզում տալ, լավ գրողներ կան, շատ լավ որպես գրող լավ գրողներ կան, բայց համարը ոչ մեկը ակտիվ չի։ Ես ուզում հասկանալ ինչու է այդպես, որովհետեւ դա ամենաբանը վարկածը, որ ամենահամենական է թվում, նայեք, ես ապրում եի սովետական միությունում, ես սովետականության դեմ էի ոնց որ բոլոր, բայց իմ մտածողությունը, որտեղ արդեն ասացի, սովետականությունը աշխարհի երկու գերտերություններից մեկն էր։ Ես հիմա, երբ որ դա կորել է, ես հասկանում եմ, որ դա որոշակի մակարդակ էր մտածողության, հասկանում եմ, երբ որ դու աշխարհի երկու գերտերությունից մեկի քաղաքացին ես, դու ուրիշ ձևի ես մտածում, դու աշխարհի փոփոխության ուրիշ ձևի ես, դու քեզ մասնակից ես զգում։ Այսօրվա ջահել գրողները իրանք ոնց որ թե չեն կարողանում, իրանք այդ բաների մեջ չկան։ Իրանք հələ դեռ ասենք արևմուտքը իրանց համար ասենց իրանք դեռ ինչ որ ասենց ուզում են գնան դեպի ազատ արևմուտք եւ այդ է իրանց մտածողությունը ուրիշ ձև չեն տեսնում իրանք ինչ որ փոքրիկ երկրի կավարական երկրի բան են գրող են իրանց համարում ես օրինակ ես հասկանում եմ որ մեր սերունդներ որ սովետական հասկանում եք սովետական դու գավառացի չէիր, դու աշխարհի երկու գերտերությունից մեկի քաղաքացին ես եւ անգամ եթե դու հակառակ էիր այդ պետությանը, մեկը դու իր կատեգորիա բաներով էիր, մասշտաբով էիր մտածում։ Այս բարդ խոսակցությունա, չգիտեմ ոնց որ թե էլի բաներ կա ասելու, լավ չեմ բանանում, պետք է առանձին սրա մասին խոսել, բայց ցավոք, այո, եւ գրականության մեջ հաստատ գուցե մյուս բաների մեջ չգիտեմ, տեսեք, որտեվ կան լավ գրողներ, կան լավ ամենտեղ լավ բաներ կան, բայց խոսակցություն չկա։ Ես օրինակ հիշում եմ մեր ժամանակ գրական թերթը մի հատ հոդված էր տպում, բոլորը սկսում էին այդ հոդվածները քննարկել, պատասխան։ Հիմա օրինակ բան դաշտում խոսակցություն չկա։ Ինֆորմ խոսույթը փոխվել է, հանրային դաշտում ամեն օր օրակարգ է թելադրում։ Եվ գիտեք ինչ ընդ որում ես օրինակ ինքս նայեք քանի որ չկա ստիպված իմ մասին պիտի խոսեմ։ Ես օրինակ որպես բանաստեղծ արդեն ասեցի բանեմ սովետականությունում եմ ձևավորվել եւ իմ առաջին բանաստեղծությունը լույս է տեսել, երբ որ Հայաստանը 93-ին 2 տարեկան էր Հայաստանի Հանրապետություն։ Այդ բանաստեղծությունը ես այնքան հանգիստ էի զգում, Հայաստանը անկախացել էր, մենք հաղթել էինք։ Մի տեսակ բանաստեղծություններ էի գրում, որոնք իրականության համարյա կապ չունեն, իրանք sense մետաֆիզիկ, կյանքի մահվան այդպես բանաստեղծություններ են։ Եվ այդպես լավ էի զգում, մեկ զգացի ոնց որ լավ զգալու բան չկա, զգացի որ Հայաստան ինչ-որ վատ բաներ են կատարվում, արդեն սումի քաղաքականապես մարդիկ ջղայնանում են բանը, քաղաքականապես սխալ է ինչ-որ գնում, և այդ ժամանակ ես սկսեցի արդեն մասնակցել շարժումներին և այլն, ամենամեծը շարժում 2008-ի շարժումներում, մինչև էդ էլ եմ մասնակցել, բայց հետաքրքիր ես մասնակցում էի շարժումներին, բայց բանաստեղծները մի որոշ ժամանակ մի տեսակ կտրված էին, ինչ որ էլի մետաֆիզիկ կյանքի մարդենց։ Հետո մեկ էլ զգացի Մարին է, բայց դու ինչ-որ հոդվածներում ասել էր իրականությունը։ Զգացի դա ճիշտ չէ, իրականությունը մի կողմում է, բանաստեղծությունը ինչ-որ տարածքներում անհասկանալի։ Ու ով որ նայի իմ բանաստեղծությունների բանը, բայց իհարկե դա առաջին ես չեմ, դա առաջինը բանաստեղծության մեջ Ալեն Վիոլետ Գրիգորյանը եւ Արմեն Շեկոյանը, ես դրա մասին գրել եմ, եւ ոնց իրանց մեջ ներխուժեց իրականությունը, դա շատ դժվար է, դա հեշտ բան չի։ Նույն ես իրենց մասին հոդված գրեցի, անտիպոեզիա կամ երբ բանաստեղծը չի փնտրում ալիպետը, շատ աղմուկ հանեց այդ հոդվածը, դե իրանք էին դա արել, ասում են, այս պոեզիա չի։ Վիոլետ Գրիգորյանի մի հատ մեծ բանաստեղծություններ գրել, հսկա այդ բանն եմ ցույց տալիս թերթի հետ եմ ցույց ասում եմ սա բանաստեղծություն չի շատ հետաքրքիր է իրականության մասին էր այդ վայրի կոպիտ ինքն այդ կոպիտ գրում է չէ լավ իմաստով ու ես այդ դրա մասին գրեցի ես սկզբում դեռ են սիրունիկ բանաստեղծություններն էի գրում հետո ինքս ես ինչ եմ սա ասում ես հիմա այսօր օրինակ իմ խոսքը իմ ասելիքը եւ իմ ելույթներում իմ նաև երբեմն էսսեները երբեմն չհաջող, բայց իմ բանաստեղծություններում ապտայր եւ իմ բանաստեղծությունները մեր իրականությունը ես օրինակ ուզում եմ աստել իրականության վրա առաջին հերթին որպես բանաստեղծ եւ ես գիտեմ որ դրանք ազդում են որտեվ ես դրանք առավոտը գրում եմ
երկունդն են Facebook-ում, Անորում լիքը մարդ, օրինակ ինձ ասել է, շատ հետաքրքիր ասել, ասում ո՞րն է, այդ որ դնում ես, դե գրառում, չէ՞ որպես Facebook-ին ինչ ասում, գրառում, անորոջան վերեմ, posting, ասում են ման, դա շատ լավն է, մենք այդպես հավես կապենք, բայց դա բանաստեղծություն չի։ Ես ասում եմ, լավ թող չունի բանաստեղծություն, բանաստեղծություն չունի, բայց ինքը տեքստ է, չէ՞։ Անորում այդ տեքստը, ասեմ դզի տարբերություն քաղաքական տեքստի Ես քաղաքական գործիչ չեմ, բայց ես մոտից շփվել եմ, ես գիտեմ ինչ է քաղաքականությունը մի առանձնահատկություն է։ Ժամանակի հետ ինքը գործնում է իր աշակ։ Օրինակ այն տեքստերը, որոնք ես գրել եմ քաղաքական թեմաներով, հիմա որ կարդում եմ, զգում եմ իրանք արդեն չեն աշխատում այսօր։ Իսկ բանաստեղծությունը, եթե ինքը բանաստեղծություն ինքը ժամանակը իրեն չի հաղթում։ Այդ ամենամեծ բանն է, եթե դու կարողանաս գրել բանաստեղծություն, որը եւ այսօր, եւ մնա Ես թվում է էսվիկա այդպես վաստեղծուն ունեմ։ Իմիջայլոտ ժամանակի մասին խոսենք, մենք այսպես շատ ժամանակ չունենք և ժամանակը առաջ է գնում և արագացել է և ուրիշ մի բաներ կա, մենք պետք է այնպես անենք, այնպես վարվենք այս ամեն ինչի հետ, որպեսզի այդ զղջման, կորստի զգացողությունը չունենանք, ինչ անենք։ Ես արդեն ասեցի, մենք հասկանանք ինչ բան է տրված, այս տարի ինչ տարի է, եւ հասկանանք, որ էլ չի, տեսեք մի հատը մենք կորցրինք, 2021-ին ընտրությունները մենք պարտվեցինք, մենք մեր պարտությունը խորացրինք, այս անգամ շանս կա, հասկանանք ինչը սխալ արեցինք, որ տենց եղավ, եւ դա սա Իսկական ռեալ շանսը շատ դժվար է հեշտ չի լինելու, որտեղ հաստատ Նիկոլ Փաշինյանը ունի օգնություն ակնհայտ դրսից, այդ չներթակցիոնում, դրսից էլ բաներ, բայց շանս հաղթելու հաստատ կա հենց ժողովրդով, եւ դա եթե իդեպ մի բան ասեմ, եթե մենք հաղթենք Նիկոլ Փաշինյանին, դա կլինի ոչ միայն հասկանում ենք ինչ կլինի հեռանա, իհարկե հեշտ չի լինի անգամից միակ ասեմ, բայց սկսվելու է վերածնունդը, բայց նաեւ մեր ժողովրդի ապացույցը կլինի, որ մեր ժողովուրդը հակառակն էր, որ դրսից ինքը ինքն է որոշում իր ճակատագիրը, դա գիտեք շատ մարդիկ մի հատ սարսափելի թեզ կա, արդեն ասում են, ընդ որում իմ այդ ժամանակի չկա դրա մարմն, բայց մի հատ ասում են Արցախում մենք հաղթեցինք, որտեղ Ռուսաստանն էր օգնում, դա սուտ է։ Ռուսաստանը օգնում էր եւ Հայաստանին եւ Ադրբեջանին։ Մենք հաղթեցինք, որովհետեւ մենք ուզում էինք հաղթել, որովհետեւ մեր մեջ կար այդ մենք կարոտել էինք, իդեպ եւ մարդիկ որ ասում էին Արցախ, միայն Արցախը չէ, աշնորհ Արցախն է, ռեալ Արցախն էր, բայց նաեւ կորած Արևմտյան Հայաստանն էր, որտեղ այդ հաղթանակը, դասեք մենք ինչ էինք տեսել, մենք դրանից առաջ օրինակ, չգիտեմ, ես ինքս երկու կողմից էլ հորական Արևմտյան Հայաստանից եմ, հորական ավելի շուտ եկած 19-րդ Եվ իհարկե Արցախը ինձ համար կարևոր է, բայց Արցախը ինձ համար ամբողջ կորուստներն է խորհրդանշում։ Այսինքն չեմ գնացել կռավոջ, ես գնայի կավեի, ես այդ եւ այդ հաղթանակը մեր նաեւ այդ ցեղասպանության ոնց որ պատասխանն էր, մենք նվաստացած ժողովուրդ էինք, մենք Արցախի հաղթանակով ոտքի կանգնեցինք։ Եվ մենք դա կարողացանք։ Հիմա մենք պարտվել ենք, բայց չի շակում, որ մենք նորից հաղթել չենք կարող։ Իհարկե, այսպես իրավիճակը այնպես է, որ այսօր մենք Արցախում կարող ենք վերջա, բայց այս տարվա ընտրությունները կլինեն մեր վերածննդի սկիզբը։ Մենք դա կարող ենք, մեր մեջ դա կա։ Մեր մեջ դա կա, պետք է ուղղակի հավատը շատացնել։ Մարդիկ ես այնքան տեսել եմ այդ մարդ կա, որ եւ հավատում է եւ վախենում է, իր մոտ sense երկուսն է, դու պետք է այնպես անես, որ այն մյուսը բարձրանա։ Շնորհակալություն Տիկին Պետրոսյան, մտածեցինք բանաստեղծ Մարինե Պետրոսյանի հետ, իսկ դուք բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի շատ մտածելու առիթներ ունենաք։